Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցել Տավուշ հայրենակցական միության համագումարը։ Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը այս առումով դիտարկում է արել. ԵՊՀ գիտական խորհուրդը բարձրագույն կրթական մարմին է, որի նիստերի դահլիճը բացառապես ծառայել է ակադեմիական, գիտական ու կրթական նպատակների համար։ Այդ դահլիճը օգտագործել որևէ տարածաշրջանային կամ համայնքային կառույցի հավաքի համար, հատկապես եթե այն բացարձակ կապ չունի համալսարանական օրակարգի հետ, խաթարում է բուհի ակադեմիական միջավայրի լրջությունը։ Թեմայի շուրջ Եվրոմեդիան զրուցել է Երևանի պետական համալսարանի նախկին գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի հետ։ Առաջի անգամը չէ, որ Երևանի պետական համալսարանը քաղաքական նկատառումներից ելնելով ինչ-որ միջոցառումների մասնակից դարձնում Երևանի պետական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին։ Ես կարող եմ հիշել դեռ նաեւ 2022 թվականի ամռանը շրջանավարտների հետ կապված ինչ-որ միջոցառում էր, որի մասին տեղյակ չէին, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու այդ միջոցառմանը, եւ այդպես տարան մարդկանց փաստի առաջ կանգնացրեցին։ Կամ Աննա Հակոբյանի կողմից այս կրթվելը նորաձև անպատվաբեր միջոցառումը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում անցկացնելը։ Այսպիսով Երևանի պետական համալսարանը քանի երրորդ անգամ ներքաշվում է իշխանական քարոզչության մեջ, ինչը անթույլատրելի է, անպատվաբեր է Երևանի պետական համալսարանի համար եւ իսկապես ամոթալի է եւ չգիտեմ, ակնկալում եմ, որ համալսարանի դասախոսները, պրոֆեսորները պետք է արձագանքեն սրան, որովհետեւ Սուրեն Պապիկյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, քաղաքական ֆիգուր է եւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ ժամանակին հենց իրենք էին բողոքում այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ հիմա հոգաբարձուների խորհուրդը ոչ միայն գլխավորվում է քաղաքական ֆիգուրի կողմից, այլև զանազան միջոցառումներ են կազմակերպվում քաղաքական բնույթի, որոնց բովանդակությունը հարիր չէ բուհի կանոնադրությանը, առաքելությանը, նպատակներին։ Պարոն Սողոմոնյան, տպավորություն է, որ Մայրբուհը առաջիկ ընտրություններից առաջ, 26 թվականին սպասվող փորձում են կուսակցական հավաքատեղի վերածել կուսակցական գրասենյակի։ Բնականաբար, անկում ապրած ռեյտինգի պայմաններում, հանրային աջակցության խիստ կրճատման, խիստ նվազման պայմաններում փորձելու են վարչական բնույթի տարբեր լծակներ կիրառել, հավանաբար քարոզչական աշխատանքների, քարոզչական գործողությունների մասնակից դարձնելու համար, եւ սա կարող է դիտվել որպես նախանշաններից մեկը, հետագան ցույց կտա, ապրենք կտեսնենք ինչպես կգնա, բայց բնականաբար շատ հավանական տարբերակ է, շատ հավանական սցենար է։